Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շարմ էլ-Շեյխում է։ Վարչապետը Եգիպտոսում մասնակցելու է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որը անցկացվում է միջազգային բարձր մակարդակով։ Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի ընդհանուր քննարկման ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարուր Հովհաննիսյանը նշել է, որ գլոբալ զինաթափումն ու չտարածումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից։ Նա նաև ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը նշանակալի առաջընթաց է, որը վերահաստատում է վստահությունը եւ բացում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ գործակցության նորեջ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Երազխ-Նախիջևան երկաթուղու 1 կիլոմետրանոց հատվածը անպայման գործարկվելու է։ Նախարարը ճեպազրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո երկու կողմում էլ նախատեսվում են ներդրումներ, ինչը կնպաստի տնտեսական կապերի ակտիվացմանը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզում բացահայտվել է կանխամտածված սպանության փորձ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀԳ-ն նախկին վեճի եւ դանակահարության դեպքից հետո վրեժխնդրության նպատակով դրդել է իր ընկեր ՏՄ-ին սպանել ԱՕ-ին։ ՏՄ-ն ապօրինաբար ձեռք է բերել հրազեն, փամփուշտներ եւ նռնակ հետևել տուժողին, լուսանկարել նրա տեղաշարժը եւ վարձակալել նրա տան հարևանությամբ գտնվող առանձնատուն։ Սակայն ՆԳՆ աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը կանխվել է, իսկ կասկածյալները ձերբակալվել են։ Խոզարկությունների ընթացքում հայտնաբերվել է զենք զինամթերք ՏՄ-ին եւ ՀԳ-ի նկատմամբ կիրառվել է կալանք, քննությունը շարունակվում է։ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է հարկերից խուսափելու դեպք։ Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոգազալցակայաններից մեկը հաշվետվություններում խեղաթյուրել է տվյալները, թաքցնելով իր իրական շրջանառությունը, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ավելի քան 10.470.000 դրամ։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը լիովին վերականգնվել է եւ վարույթը շարունակվում է։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին նախատեսված ավականու համամասնական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9 քաղաքական ուժ։ Վերոնիշել քաղաքական ուժերն են Հայրենիք կուսակցությունը, Հաղթանակ կուսակցությունների դաշինքը, Կազմում առաջ եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Ազատ դեմոկրատներ կուսակցություն, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը, Ազգային առաջընթաց կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Համահայկական ճակատ կուսակցությունը։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, սակայն առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են 9։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է հանրությանը պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն եւ արդյունավետ միջոցը պատվաստվելն է։ Այս տարի սեպտեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է թե պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում, թե շարժական կետում։ 3 կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար՝ պատվաստվել, հագնվել սեզոնին, համապատասխան պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց նաեւ կրել դիմակ։ Բախումներ Ուկրաինայի Պոկրովսկից հյուսիս գտնվող Դոբրոպիլյա բարձունքում, որտեղ անցած ամիսներին ռուսական զորքը առաջ խաղացում էր արձանագրել դեպի Դոնեցկի մարզի հյուսիսային շրջաններ, բայց հետագայում massամբ հետ մղվել։ Այժմ այդ տարածքում կան թե ռուսական, թե ուկրաինական ուժերի դիրքեր։ Ռուսաստանի ՊՆ-ին մոտ կանգնած բլոգերները հաղորդում են այդ հատվածում ռուսական զորքերի առաջ խաղացման մասին, մինչդեռ ուկրաինական Deep State նախագիծը, որը հետևում է ռազմաճակատում իրավիճակին, պնդում է, որ ուկրաինական ուժերը հետ են շպրտել թշնամուն 4 գյուղերից։ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հաղորդագրությունում նշվում է Վլադիմիրովկայի եւ Շախովեի մոտակայքում տեղի ունեցած մարտերի մասին, որոնք տեղակայված են Դոբրոպիլյա բարձունքից ոչ հեռու։ Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 13-ի գիշերն Ուկրաինայի վրա հարձակվել են 82 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքով, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հրամանատարությունը։ Օդեսայի մարզային ռազմական վարչության ղեկավարը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, 1 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալով կանխվել է Մոսկվայում պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպայի դեմ նախատեսված ահաբեկչությունը, ձերբակալվել են 403 ռուսաստանցի եւ 1 կենտրոնական Ասիայի երկրի քաղաքացի, որոնք պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ հզորությամբ մինչև 70 մետր մահացու, բացահայտման տարածք ստեղծելու համար։ ԱԴՑ-ի հաղորդմամբ կատարողի հավաքագրման հեղինակն է Սաիդ Աքբար Ղուլումովը, ով ինչպես նշվում է, ԻՊԱ անդամ է եւ գտնվում է միջազգային հետախուզության մեջ։ Նախնական տվյալներով
հարձակումը կազմակերպվել էր Ուկրաինայի հետախուզական ծառայությունների անունից ըստ հետաքննության։ Համաս խմբավորումը սկսել է պատանդների փոխանցումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Կարմիր խաչի միջոցով Իսրայելին են հանձնվել 7 պատանդ, որոնք ուղևորվել են Գազայի հատվածում իսրայելական զինվորականների վերահսկողության տարածք։ Ժամեր անց նախատեսվում է պատանդների փոխանցման երկրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են, որ փոխանակումն իրականացվելու է միջնորդների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով առանց հանրային արարողությունների կամ մեդիայի լուսաբանման։